Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, պատրաստվում եմ, որ դուրս գամ տնից, գնամ Ալավերդի քաղաք, մեքենայով եմ գնալու իմ բարեկամների հետ։ Այս պայսակն եմ ուզում վերցնել, որը դեռևս պիտակն անգամ չեմ պոկել։ Շատերդ կհիշեք, որ նվեր էի ստացել նոր տարուն իմ մեծ աղջկա կողմից, և հիմա կսկսեմ օգտագործել, վերցնել ձեռքիս և ինձ լավը զգալ։ Հիշում եք չէ, որ երեկ ասեցի, երբ որ նոր շոր կոշիկ ենք հագնում և ուզում ենք սիրուն գնալ հիվանդանոց, անկախ նրանից, թե ինչ վիճակում ենք, մենք կանայքս սիրում ենք անգամ հիվանդ ժամանակ սիրուն լինել։ Դա բնազդորեն, թե չգիտեմ ինչ ասեմ, դե գիտեք էլի։ Հիմա սա էլ հանեմ, նաև այս գույնը շատ է համապատասխանում իմ բոթասների գույնի հետ։ Ասենք շնորհավոր։ Գնալուց առաջ եկեղեցի եմ մտնելու, սիրելի հետևորդներ ջան, և էլ ավելի ինձ լավ կզգամ։ Մի պահ ցույց տամ բոթասիս այդ գույնը, որը արդեն պատրաստվում եմ հագնել, ահա, շատ համահունչ կլինի, ահա տեսեք։ Հիմա մի հատ բացեմ, տեսնեմ ինչ եմ թողել մեջը, իհարկե նվերները հանել եմ, աղջիկս այստեղ գումար էր դրել ինձ համար, և սա էլ պոկեմ, երբեմն կան թե չենք օգտագործում, տեսնեմ, կամրացնեմ թե չէ, կան թե նույնպես, շատ եմ սիրում օգտագործել ես, շատ նրբաճաշակ, ամեն դեպքում ամրացնեմ, հա, այստեղ կտեղավորեմ իմ կարևոր բաները, շատ հարմար է, մի հատ էլ ունեմ, որը դեռևս չեմ օգտագործել, սա իսպես, չգիտեմ, թողնեմ թե ոչ, կտեսնեմ, և հիմա միգուցե չավելացնեմ, այսպես թողնեմ, չամրացնեմ, ինչ կարծիք եք, բայց ինձ դուր չեկավ այսպես ցցված, և իսա ներս կմտցնեմ, մի հատ բացեմ, որ ավելի հեշտ լինի, կամ էլ այսպես կրացնեմ, մտցնեմ այստեղ, որ ցցված չմնա այնտեղ, ինձ դուր չեկավ այդպես, ավելի լավ է այսպես։ Ահա, կողքերին տեսնում եք չունի, միշտ կողքերից ենք, չէ, ավելացնում, կպցնում կանթը, և հիմա տեսնենք, որ մասից կպցնենք, կանթը, որ սիրունը ստացվի, չհակվի, հավանաբար մեկը այս կողմից, և պտտում եմ, տեսնեմ ճիշտ ամրացրի, այո, ահա, սա երեսի վրա պիտի լինի, և մյուսն էլ այս կողմից, շատ նրբաճաշակ ստացվեց, այո, դե ինձ սիրելի հետևորդներ ջան, արդեն տնից դուրս կգամ, սումկայիս մեջ կտեղավորեմ կարևոր բաները, հիմա բոթասներս հագնեմ և հնարավորության դեպքում նաև ճանապարհից ձեզ կմիանամ։ Բարի օր, սիրելի հետևորդներ ջան, ես մեր ներքի ճամփում եմ, գնում եմ տուն, ինչպես եք սիրելիներս, ես ուզում եմ, որ բոլորդ էլ լավ լինեք, ես մի քիչ տխուր եմ, մեղված եմ, դուրս եմ եկել, գնացել էի մյուս հարևանիս տուն,
զրուցելու, որ մի քիչ մտքերս թեթևանա։ Չնայած էլի չի թեթևացել, շատ տխուր եմ, շատ նեղված եմ և նույնիսկ լաց եմ եղել, սիրելի հետևորդներ ջան, իհարկե իմ տանը, իմ սենյակում առանց ձայնի արցունքներս գնում էին։ Միանգամից ինձ դժվար է ասել, մի հատ իմ վիճակն եմ ասում, նույնիսկ չէի կարողանում խոսել, բառը հետևից ասել։ Հետո, որտես ատանը շատ եմ ծանրանում, ասի դուրս գամ, ընդհանրապես նման վիճակներում մարդը, որ դուրս է գալի, թեկուզ քայլելով, թեկուզ ինչ-որ մի բնության հրաշք, ինչպես որ ահա մեղուն Մասրենի ծաղկի վրա ծաղկափոշի է հավաքում, մի քիչ էստեղ կանգ առնենք, հա։ Այ սիրելի հետևորդներ ջան, այս ինչ իրականության մեջ ենք ապրում, այս ինչ է կատարվում մեր աշխարհում, մեր երկրում, մարդկության մեջ։ Այդպես, Փառք Աստծո, մենք լավ ենք, ընտանիքս լավ է, երեխաներս լավ են, թոռներս լավ են, պատերազմ չկա, տխրությանս ու նեղվածությանս պատճառը լրիվ ուրիշ է, սիրելի հետևորդներ ջան։ Մի քիչ կանգ առնեմ այստեղ, այս ինչքան առատ կոկոմներ կա, հենց ճանապարհի եզրին, ահա սիրելի հետևորդներ ջան, մի քիչ առաջ եմ գնում, հետո պտտվում եմ ու բարձրանում եմ մեր տուն, հետո նորից Մասրենու թուփ, այստեղ եմ ես, մեր Սուրբ Սարգիս մատուռը հեռվում, եղանակը լավն է, նույնիսկ շոգ է, մեր սար ու ձորերը, մեր բնությունը, երեկվանից այս կողմ ենքան դուրս եկա, նայեցի, այս կողմը անձրևաբեր ամպեր կան սև, բայց ամպը չի գորգռում, թոփեր չեն կրակում, բայց իմ սրտում տխրություն է։ Երեք վլոգ չեմ պատրաստել, այսօր մայիսի 27-ն է։ Այսպես սիրելի հետևորդներ ջան, կամաց գնամ տուն, այնտեղ կզրուցեմ ձեր հետ։ Այստեղ չեմ կարող երկար զրուցել, չարժե։ Սա մեր ճանապարհն է, այսքան տեղը, քանի որ գլխավոր ճանապարհներն են ասֆալտապատած, այստեղ դեռևս այս վիճակում է, չնայած արդեն դա էլ ինձ չի հետաքրքրում։ Այդպես։ Այս կողմում բաց թողնված այգի կա, տուն կա, որ միշտ այն տունը երևում է։ Այդ տան տարածքն է այս կողմը, որը նույնպես Մասրենիներ են ծաղկել, անուշ բույրը տարածել խենթացնող, բայց ձեր անուշ կայի սրտում տխրություն է, նեղվածություն։ Այստեղ ակացիաներն են սենք ծաղկել, ճանապարհը քարքարոտ այս կողմում և տուն եմ բարձրանում։ Ահա այս ճանապարհով եմ գնում, այսքան շատ սելավները ճանապարհը քանդել են, քարուքանդ են արել և տուն եմ բարձրանում։ Բարև ձեզ, երևեք գալի։ Լավ սիրելի հետևորդներ ջան, զրույցս տնից կշարունակեմ, ես հարևանս է անցնում, մի քիչ էլ իր հետ կխոսեմ և ձեզ կմիանամ։ Ինչ կա։ Եկա տուն սիրելի հետևորդներ ջան, կոֆե եմ եփում իմ համար, չնայած մի 20 րոպե առաջ էի խմել, աչքս ոչ մի բան չի գալի, իմ բակում վարդերը բացվել են, պիոններս բացվել են, բայց պատկերացրեք, աչքս ոչ մի բան չի գալի։ Հիմա կասեք Անուշկան ինչքան երկարացքել չէ իր խոսքը, քանի որ իմ համար իրոք ահավոր ծանր է։
Իմ վիճակի պահով շատ որպեսզի ես ինքս ինձ թեթևացնեմ իմ մտքերը ցրեմ սիրելի հետևորդներ ջան, մտել եմ համացանց, մտել եմ շատ նյութեր եմ նայել, կարդացել, որպեսզի գոնե այդպես ոնց որ իմ զգացողություններին համապատասխան մի բան գտնեմ, հետո գոնե դրանով ինքս ինձ սենց հուսադրեմ, էլի, որ կարա կյանքը շարունակական լինի, ամեն հարցում նայած ինչին ա վերաբերվում։ Մի պահ դուրս եկա կադրից, սիրելի հետևորդներ ջան, քանի որ այդպես համացանցում պտտվելով, հետո մտա իմ Facebook-յան էջ, ես միշտ սիրել եմ առաջներում, երբ որ վլոգերությամբ չէի զբաղվում, իմ էջը շատ սիրուն պահել, սիրուն նկարներ տեղադրել թե ինձնից և թե այնպիսի նկարներ, որ մարդկանց հոգեհարազատ է և հենց իմ էջից ինձ վասպամինանիա եկավ, ուշ եկավ, որտեղ նկարիչը իր կտավի առաջ վրձինը ձեռքին, գլուխը հենած այդ կտավի վրա, որի վրա դեռևս ոչինչ չի նկարել, հյուծված մի մարդ և այդ նկարը նորից ինձ շատ հոգեհարազատ թվաց։ Երաժշտություն միացրեցի, որպեսզի դիտողը, իմ Facebook-յան ընկերները, ովքեր որ կդիտեն, այդ երաժշտությունից անգամ իրենց լավը զգան, քանի որ մենք իրոք ապրում ենք մի այնպիսի աշխարհում, այնպիսի իրականության մեջ, որ բոլորս էլ ծանր հոգեվիճակների մեջ ենք մտնում և ամենաչնչին մի բանը կարող է մեր ծանր հոգեվիճակից դուրս բերել, նորից եմ ասում, անկախ թե ինչի համար ենք այդ վիճակի մեջ ընկել, մարդկա մի մրջին անգամ չի տրորում, սիրելի հետևորդներ ջան, մարդկա անգամ թիթեռն ա սպանում, սիրուն թիթեռը սպանում ա և շատ նմանատիպ բաներ, մինչև մարդկային կյանքի կործանելը։ Մրջյունից սկսեցի այդպիսի համեմատություն արեցի, քանի որ մրջյունը ամենաանվնասն է, այն աշխատող մրջյունները, սիրելի հետևորդներ ջան, մարդկա ճանապարհով անցնելիս անգամ մրջյունի բույնը տրորում է, բայց մրջյունները նորից իրենք ձուն վերցնում, տեղափոխում են և ուրիշ նոր բուն է սարքում իրենց համար, շատերիդ հանդիպած կլինի, ինչևէ, այդ նկարից հոգեվիճակս լավացավ, խորը շունչ քաշեցի և կարծես այդ շնչի հետ տխրությունս դուրս թռավ, տրամադրվեցի, տեղադրեցի նորից իմ էջում ոչ թե հիշողության ձևով, այլ նոր ձևով երաժշտություն միացրեցի և այնտեղ կա չէ, որ կարողանում ենք ինչ-որ բան գրել, այն ինչ կուզենք և գրեցի, վերնագրեք այս նկարը։ Շատ քիչ ժամանակ անց իմ հետևորդուհի Կարինե Սարգսյանը, որ նույնպես իմ Facebook-յան ընկերն է դարձել և ձեզնից շատ-շատերը, մի այնպիսի գրառում թողեց, ոգեշնչող վերնագրեր, մեկի փոխարեն շատ, սիրելի հետևորդներ ջան, կարդալով դա չեք պատկերացնի իմ հոգեվիճակը, թե ինչքան դա իմ հոգեբանության վրա լավ ազդեց, տրամադրվեցի, ոգեշնչվեցի, նոր էներգիա ստացա և հենց այդ պահին էլ որոշեցի ձեզ միանալ և սիրելի հետևորդներ ջան, այդ վերնագրերը, եթե կուզեք դուք կարդալ, ովքեր իմ հետևորդներն են և նաև իմ Facebook-յան ընկերներն են, արդեն հասցրած կլինեք կարդալ այդ գրառումը, իսկ ովքեր ոչ, ես իմ Facebook-յան լինքը գրառումների բաժնում վերևում կամրացնեմ, ցանկության դեպքում կարող եք միանալ իմ Facebook-յան էջին, հենց հատուկ այդ գրառումը կարդալու համար չուզեցի արտագրել և հիմա բարձրաձայն կարդալ, որը իհարկե կարող էի, բայց հիմա մի պահ կադրից դուրս եկա, որպեսզի այդ նկարը իմ էջից նկարեմ, որպեսզի տեղադրեմ այստեղ։ Այդ նկարը կտեղադրեմ, որից հետո զրույցս նորից ձեր հետ կշարունակեմ։ Դիտեք այս նկարը և հետևության եկեք։ Հիմա իմ
իմ տխրության, իմ նեղվածության մասին կասեմ, որ ոչ ես շատ տանջվեմ, ոչ էլ ձեզ լսողների, նայողների տանջեմ չարչարեմ, շունս էլ չկա, սիրելի հետևորդների ջան, իմ սիրելի զանգ-զրանգը էլ մեր հետ չի, թունավորումից էլ չապրեց, հիմա այդ մասին կխոսեմ, այդ ամեն ինչը պատահեց իմ բացակա ժամանակ, վլոգի սկզբում տեսնում եք, որ ձայնս ինչքան ուրախ, պատրաստվում էի, որ գնամ բժշկի Ալավերդի քաղաք, մեքենայով եմ գնացել, բայց ճանապարհից նկարահանումներ չկատարեցի, քանի որ հարմար չստացվեց։ Եվ զրուցելով բարեկամներիս հետ գնացել եմ, եկել եմ, պատկերացրեք այնքան նեղ եմ, որ այդ մասին սկզբից այդ մասին չեմ խոսում, դա էլ կասեմ, իմ վիճակի մասին էլ կասեմ այդ ուղղությունով, սիրելի հետևորդներ ջան, գիտեք թե ինչքան լավ եմ պահել իմ երկու շներին ու անգամ որ բաժանել եմ իրարից, դա էլ էր իմ վրա ծանր նստել, բայց տխուր չէի, շունը շարունակում էր իրան լավը զգալ, ուտել, խմել և խաղալ։ Ամեն բան պատահեց երեկ, երբ որ ես պատրաստվեցի ու գնացի, կերակրել եմ իր առավոտյան կերակուրը, ինչ-որ պետք էր տվել եմ, կերավ, ջուրը խմեց, նույնիսկ մի կտոր հաց էլ թողեցի, որ միգուցե ուշանայի, շունս ուտելիք ունենար, և ուշկը ուրիշ տեղ չգցեր, միշտ այդպես եմ վարվել։ Նաև ասեմ, որ իմ շունը ոչ մի հարևանից դուր չի գնում, կարող են փաստել իմ հարևանները, ոչ մեկին չի նեղացրել իրենց դուրը գնալով կամ կոշիկ գողանալու կամ ինչ-որ մի բան փչացնելու, իմ շները ոչ մեկի դուրը գնալու սովորություն չունեն։ Իմ տարածքում են պտտվում, նույնիսկ իմ բաղուբաղջեն կարալյոկի ծառերի հատվածը, որ խորը հնձել է պահանջում, նույնիսկ ընդեղ չեն մտնում։ Այս կողմերն են պտտվում, անցկենողի վրա հաչում են, բայց չեն կծում, անասունների վրա հաչում են, քշում են, ուրիշ շների, ուրիշ կատուների մոտ չեն թողնում։ Եվ իմ խաղընկերն էին։ Ճիշտ է, ես չախալիկին բաժանեցի զանգ-զրանգից, բայց դա պատճառ չեղավ, ինչ-որ, որ իմ շունը դրանից սատկի, քանի որ արդեն պարզել եմ հետևանքները, մինչև լաբորատոր քննություններ, սիրելի հետևորդներ ջան։ Մտքերս շատ ծանր են, միգուցե խոսքից խոսք անցնեմ, և սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ ասել են, որ տեսախցիկներ ունեմ դեղադրած, նույնիսկ այդ պահերը, որ իմ շունչը փչում է, մինչև այդ պահը նկարահանումներ ունեմ արած, բայց ոչ թե ձեր համար, այլ իմ տաթևին ցույց տալու համար, համ իմ տաթևի հետ խոսում էի, համ ասում էի իմ շան վիճակը, սիրելով իմ շանը, կարող եմ ձայնը անջատել և տեղադրել իմ բլոգի վերջում, բայց քանի որ այնտեղ նաև ոչ հաճելի տեսարաններ կա, թույլ նյարդեր ունեցող մարդիկ կարող են մինչև վերջ չնայել իմ բլոգը։ Իմ կոֆեն եփվեց։ Իսկ թե ով է թունավորել իմ շանը, դա իմ տեսախցիկը չի ֆիքսել, բայց միայն ֆիքսել է, որ իմ շունը պտտվում է իմ բակում, հոտոտում է, մարդիկ են գնում, երեխաներ են գնում, հաչում է ինչպես միշտ, հետո հետ է քաշվում, հետո պարկում արևկող է անում, ջուր է խմում, ինչպես միշտ պտտվում է այդ խոտերի մեջ, խաղում է ինքն իր հետ, մի խոսքով չէր խղճացել, որ իր խաղընկերը իր կողքին չի։ Հետո արդեն անձրև է սկսվում, բարակ անձրև է գալի, հետո վարարում է, այդ լրիվ ես տեսնում եմ, հետո շունս գնում է ներքևի վառոդների կողմը ու էլ հետ չի գալիս։ Եվ ամեն բան այդտեղ է կատարվում փաստորեն։ Ինչքան էլ որ տեսախցիկ եմ տեղադրել, սիրելի հետևորդներ ջան, կան հատվածներ, որ
հեռու է անկնում և չի երևում, փաստորեն այդ վնասատուն, որ վնասելու նպատակով իմ շան առաջը ինչ-որ մի բանի մեջ տեղ է դրել, մկնդեղ է դրել և գցել է իմ շան առաջ, դա չի երևացել, այդ պահը չի երևացել, անգամ թե ինչ է ուտում իմ շունը չի երևացել, քանի որ ընդեղ խոտերը բարձր են, թփեր են և այլն։ Կարոտներից այն կողք ոչ մի բան չի երևում, ներքևում, խոտերը փակում են։ Եվ որից հետո արդեն ես տուն եմ գալիս, իմ գործերը ավարտած, մի փոքր ասեմ, թե ինչ եղավ, այդ երկու ուղեգիրը ձեռքից գնացել եմ, սկզբից տեղեկատու բաժինն եմ ներկայացրել, հետո մտել եմ ռենտգեն եմ արել, որի պատասխանը դեռ չեմ ստացել, այսօր պիտի իմանայի, որը չեմ գնացել, քանի որ վիճակ չկար, տրամադրություն չկար, շատ նեղված, մի խոսքով սիրելի հետևորդներ ջան, հիմա խոսում եմ, որ հանկարծ ինչ-որ մի բան դեպի վատը չգնա ինձ, քանի որ դե շունը, հա, փառք Աստծո, ընտանիքս լավ են, բայց շունն էլ իմ ընտանիքի մի անդամն էր իմ համար, երեխայի պես խնամք եմ տարել, լավ գիտեք, և մյուս ուղեգիրը, որ ներվապաթոլոգի մոտ պիտի մտնեի, այդտեղ ոչ այնքան հաճելի էր ինձ, ոչ ճիշտ բժիշկ էր նստած սեղանի մոտ, ճանաչողները լավ կիմանան, չեմ ուզում ազգանուն բարձրաձայնել, սիրելի հետևորդներ ջան, իրականությունը ամենտեղ ոչ այնքան բարվոք է, ամեն ոլորտում, սիրելի հետևորդներ ջան, թե մեր առօրյայում, թե ինչ-որ հիմնարկ ձեռնարկություններում, բժշկական կենտրոններում, մի խոսքով, կյանքը, իրականությունը շատ է բարդացել և ոչ համապատասխան մարդիկ զբաղեցնում են պաշտոններ։ Ինձ զսպում եմ, որպեսզի շատ չխորանամ այդ թեմայով, միայն կարող եմ ասել, որ ներվապաթոլոգի մոտ մտնելով գոհ չեմ դուրս եկել, բնավ, այդտեղ երկու բժիշկ են նստում, ընտրություն են կատարում, քանի որ ես բժիշկներին ծանոթ չեմ, ու նաև սովորությունս այն է, որ միանգամից մտնում եմ սենյակ, եթե բժիշկ է նշանակված, ուրեմն մենք պետք է մոտենանք մեր ամեն հարցի համար։ Հետո հենց այդպես էլ տարածվում է, չէ, ով է լավ բժիշկ, բժշկուհի, ով է թերի, ով է չբժիշկ, իմ սիրելի բառը, երբեմն ես այդպիսի խոսքեր ունեմ, չբժիշկ, չբժշկուհի, չաշխատող, մի խոսքով, արժեք չիմացող և այլն և այլն։ Այդ հարցը ես կկարգավորեմ, տեսնում եք ոտքի վրա եմ սիրելի հետևորդներ ջան, պատասխանը ինձ հետաքրքրում է իհարկե, քանի որ ցավեր կան, հիմնականում ոտնաթաթիս, ինձ թվում է այդտեղ ինչ-որ բան կա, ամեն դեպքում պատասխանը կասի, բժիշկ արձակուրդի մեջ էր, փոխարինող բժիշկ չկար, այս մեծ աշխարհում, այդ մեծ բժշկական կենտրոնում, որ այս մեր ամբողջ տարածքն է սպասարկում։ Դրանից այդքան չնեղվեցի, ինչքան ներվապաթոլոգի մոտ, որ բժիշկը կար, բայց մի խոսքով լռում եմ համեստորեն, սիրելի հետևորդներ ջան, հիմա խոսեմ իմ շան կորստից, ուրեմն այդ նկարահանումներ անելով, այն նպատակով, որ ոչ թե ձեզ ցույց տամ, այլ այն նպատակով, որ այդ պահին Տաթևիս հետ խոսում եմ վայ-վայ անելով, նկարագրելով պահը, որ ինչ անեմ, ոնց անեմ, և WhatsApp-ով իրեն եմ ուղարկել, ներողություն խնդրելով ամեն դեպքում իմ երեխայից անգամ, որ այդպիսի տհաճ տեսարան եմ ներկայացնում միանգամից, շունը փսխում էր և այլն և այլն, և նույնիսկ չհասցրեցի անասնաբուժին հասցնել, որը մեր գյուղում չկա,
իմացա, որ նոյեմբերյանում կա եւ չհասցրեցի, որ բանը դրան հասնի, սիրելի հետևորդներ ջան։ Եվ շունս արդեն հոգին ավանդեց։ Գիտեք ինչքան աշխուժ էր։ Շատ տեսուտեն ընկա, սիրելի հետևորդներ ջան, ներքևի հարևանը շատ շներ ա պահում, շատ։ Ամեն չափի, ամեն տեսակի, ամեն սորտի շներ ա պահում, մարդը շատ սիրահար ա։ Գնացել եմ իրենից էլ եմ խորհուրդ հարցրել, տարբեր կարծիքներ հայտնեց, բայց ամենալավը լաբորատորի ստուգումն ա, որը անմիջապես ցույց է տալիս թույնը, այդ թույնի արկայությունը բարձր քանակի մկնդեղ։ Սիրելի հետևորդներ ջան, վերև Աստված, ներքև մենք։ Հիմա այդ կադրերը կտեղադրեմ, նախապես բոլորիցդ ներողություն եմ խնդրում, որ այդ կադրերը ես տեղադրում եմ, բայց նորից եմ հիշեցնում, ովքեր նյարդերից թույլ են, ովքեր զզվող են, խնդրում եմ մինչև վերջ չնայել այս պահից սկսած։ Լավ եղեք, առողջ եղեք, զգույշ եղեք։ Սիրելի հետևորդներ ջան, այստեղ այն պահն է, որ շատ ձայն տալուց հետո իմ շանը գտա այդ ներքևի վառոդներից այն կողմ, ահա տեսնում եք, թաց է, այդ խոտերը կպել են, մաքրում եմ այստեղ ու քնքուշ խոսքեր եմ ասում իմ շանը, սկսում եմ սիրելի հետևորդներ ջան, բայց շատ անհանգիստ էի և ուզում էի հասկանալ, թե ինչ է կատարվել իմ շան հետ, մի լավ սիրել եմ, ամբողջ իր մարմինը ստուգել եմ, սկզբից մտածում էի, որ իմ շանը կամ ծեծել են, կամ ուրիշ շներ գզել են, կամ օձն է կծել միգուցե, բայց ոչ մի հետք չգտա, հա տեսնում եք, որ այդ կպած խոտերը իրա գլխից մաքրում եմ ու այդ խոտերը մենակ գլխի վրա կար, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը օրինակ խփած լիներ գլխին, իրեն չէր կարա, շատ աշխուժ էր իմ շունը, այստեղ քիթիկն եմ սիրում, ուզում եմ իրան ուրախացնել, որից հետո ամբողջ մարմինն եմ ստուգել, արդեն էլ չեմ նկարել, երկու ձեռքով իր ամբողջ մարմինը ստուգումներ եմ կատարել և ոչ մի բան չեմ գտել, սիրելի հետևորդներ ջան, և րոպեներ անց իմ շունը սկսեց արդեն նշանները ցույց տալ թունավորման, հետեր տալիս և այլն, դա էլ կտեղադրեմ, բայց խնդրում եմ, հիշեցնում եմ, ովքեր չեն ուզում չնայեն, ես ուղղակի տեղադրում եմ, որ շատ մարդիկ միգուցե կհասկանան, նաև կճանաչեն, թե ինչպես է մկնդեղից թունավորումը։ Այս կադրերում, որ շունս արդեն տանջանքների մեջ է ընկել, խոսում էի իմ տաթևիս հետ, նաև այդ ընթացքում շատ տեղեր եմ զանգել, օգնություն եմ խնդրել, բայց ոչինչ չօգնեց, ոչ մի բան չհասցրեցի անել, շունը րոպե սառչում էր, ամբողջ մարմինը սառչում էր գնալով և որոշ ժամանակ տանջվելուց հետո շունս հոգին ավանդեց, ոչինչ չկարողացա անել։